Ծելի մարզիկներ, մարզիչներ, հեշտյացիներ և մեր շրջանի յուզգյուրից, որոնք մասնակցեցին ինչպես նաև մեր Հարևանական քաղաքի մունիցիպալիտետի մարզիկներին, իսկապես այսօր պատմական օր է, քանի որ հարստացավ և մեր քաղաքաշրջանը։ Ես գիտեմ, որ առաջի անգամ չէ, որ անցկացվում է Հեշտիայում և առաջի անգամ անցկացվեց այսպիսի գեղեցիկ մարզադաշտում, որը իսկապես նախանձելի մարզադաշտ է և կարելի ասել, որ մեր մունիցիպալիտետում երևի ամենալավագույն մարզադաշտն է և այս հնարավորությունը, որ մեր երիտասարդները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը, իրենց մարզական ֆորման պահել այսպիսի գեղեցիկ մարզադաշտում, դա իսկապես կառավարության մեծ նվեր է և հնարավորության դեպքում այսպիսի մարզադաշտեր կհայտնվեն, այսինքն կան բոլոր գյուղերում ունենք, բայց ավելի լավ, ավելի որակով դարձնել համար, դա երևի կաշխատեն և մեր մունիցիպալիտետը և պետության ծրագիրն է, որը այս տարվանից, ինչպես գիտեք, որ սպորտի նախարարությունը արդեն զատվեց և ինքնուրույն աշխատում և ունի մեծ ծրագիր, որպեսզի Վրաստանում սպորտը էլ առավելագույնս լինի ուշադրության կենտրոնում և այն երիտասարդներ, ովքեր իսկապես ուզում են նվիրեն սպորտին, ունենան այդ հնարավորությունները զարգացնել իրենց մարզական ֆորման։ Շնորհակալ եմ խոսքի համար, հարգելի սպորտասերներ, հարգելի սպորտսմեններ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գյուղի երիտասարդներից, մեր Մարտինից, մեր Արսենից, մեր Խաչիկից, քանի որ իրենք էին ամեն ինչ կազմակերպող, առաջարկությունները լսող, հրավիրող, այսօր 28 կամանդի հետ ֆուտբոլ կազմակերպել ես փոքր բան չէ, մեծ քայլում, մեծ հարգանքը, որ 28 կամանդ մասնակցին մեր ֆուտբոլին։ Ես ուզում եմ տղաներին շնորհակալություն հայտնելուց հետո մենք միասին ծափահարենք այն ընտանիքին Խանչալյանները, ովքեր այստեղ չամրելով փորձեցին ձեր ու մեր բոլորիս կյանքում մի 3 օր գոնե գեղեցիկ անցկացվի, գոնե սիրված անցկացվի։ Եկեք ծափահարենք բոլոր Խանչալյանների ընտանիքներին։ Եվ բոլոր մասնակիցներից